Սիրելիներս ողջույն, բարև իմ շատ սիրելի հետևորդ։ Դու գտնվում եք Իրայի խոհանոցում, դա նշանակում է, որ այսօր համեղ բաղադրատոմս է լինելու, կկիսվեմ ձեր հետ գլանակների, բայց բոլորիս կողմից ճանաչված ավելի շուտ սիգարետների բաղադրատոմսով, որը մեր ընտանիքում ամենասիրելիներից մեկն է, իմ ամուսինը շատ է սիրում, խոստացել եմ, պատրաստում եմ ու կիսվում եմ բաղադրատոմսով նաև ձեր հետ։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում, որ հետևում եք, հավանում եք տեսանյութերը, կիսում եք ձեր ընկերների հետ կամ պահպանում եք, որպեսզի հետո պատրաստեք։ Մի խոսքով, ես պատրաստել եմ արդեն նախապես բաղադրիչները, հիմա կթվարկենք ինչի անհրաժեշտ լինելու։ Սկզբից պատրաստելու ենք խմորը, որի համար մեզ անհրաժեշտ է 450 գրամ ալյուր, 220 գրամ կարագ, 2 ձվի դեղնուց, 220 գրամ թթվասեր, մի պտղունց աղ, դա խմորի համար է։ Իսկ միջուկի համար, խմորի համար օգտագործելու ենք նաև վանիլին, իսկ նաև խրեցուցիչ 2 թեյի գթալ, իսկ միջուկի համար անհրաժեշտ է լինելու մոտավորապես 450 գրամ ընկույզ ունեմ վանիլին, 2 ձվի սպիտակուցն է, որ արդեն առանձնացրել ենք, եւ 250 գրամ շաքարավազ։ Խմորի մեջ շաքարավազ չկա։ Հիմա ինչ ենք անելու, նախապես կարագը պետք է ուղղակի կամ մի քիչ փափկացրեք տրորեք կամ քերիչի միջոցով արագ տրորում ենք, հետաքրքիր խմոր է, արագ է պատրաստվում ու ամենակարևորը շատ համեղ է լինում։ Դուք հետևեք իմ ցուցումներին, ձեր մոտ էլ հաստատ ընտիր կստացվի։ Ես համոզված եմ նույնիսկ իմ պատրաստածից ավելի գեղեցիկ ու ավելի համեղ։ Որպեսզի կարագը չկպնի քերիչի պատերին, անընդհատ այսպես ալրոտեք, որ ալրոտում եք ինքը հեշտ է պոկվում։ Վերջ, ես վերջացրեցի, հիմա ձեռքերով մի փոքրիկ տրորում ենք։ Հիմա այնքան ենք տրորելու, որ ալյուրն ու կարագը մի քիչ խառնվեն, որպեսզի հեշտ ստացվի խմորը։ Այ տեսեք, այսպիսի տեսք պետք է ունենա։ Ավելացնում ենք ձուն, ավելացնում ենք մի փոքրիկ աղ, ավելացնում ենք թթվասերը, ավելացնում եմ խրեցուցիչը, կարող եք օգտագործել 1 թեյի գթալ սոդա խրեցուցիչի փոխարեն, բայց եթե հնարավորություն կա օգտագործել խրեցուցիչ, խորհուրդ եմ տալիս օգտագործել խրեցուցիչ։ Վերջ, վանիլին էլ ավելացրինք, հիմա հավաքում ենք խմորը։ Պետք է ստացվի նուրբ, ձեռքերին չկպնող, էլաստիկ խմոր։ Ճիշտ է, շատ կարագ կա խմորի մեջ, բայց այնքան չի, որ չկարողանաք լավ հավաքել։ Ընդհակառակը, երբ որ յուղային մասը շատ է լինում, ավելի հեշտ է հավաքվում խմորը։ Տեղափոխում եմ սեղանին, որպեսզի ավելի հեշտ հավաքենք։ Տեսեք, խմորս հավաքվեց, նուրբ, փափուկ խմոր է։ Հիմա թողնում ենք հանգստանում է մի քիչ հենց իր ամանի մեջ, մինչև կպատրաստենք միջուկը։ Հիմա կպատրաստենք միջուկը։ Խմորը տեսնում եք, չէ, արագ պատրաստվող էր։ Իդեպ ասեմ, որ ընկույզը կարող եք կամ բլենդերով, կամ ձեռքով գծնակով, ինչպես ուզում եք, բայց մանրացրեք, որպեսզի համեղ լինի, ու շատ մի մանրացրեք, դա էլ է շատ կարևոր, եթե շատ եք մանրացնում, դա էլ է, ինչ որ ստացվում է մի տեսակ մածուկատիպ, որ չեմ սիրում, մածուկի նման է ստացվում, իր յուղը դուրս է տալիս, ու այդքան էլ լավ չի լինում, թող կտորները երևան։ Ուրեմն վանիլինն ենք ավելացնում, շաքարավազն ենք ավելացնում եւ սպիտակուցն ենք ավելացնում։ Հիմա պետք է մի լավ տրորենք, շատ կարևոր է դա։ Հիմա ձեռնոցս կհագնեմ, ձեռքերով կտրորեմ, որպեսզի ավելի հեշտ լինի։ Հիմա մի լավ այսպես տրորում ենք։ Խմորը պատրաստ է, միջուկը պատրաստ է։ Կարող ենք արդեն սկսել հավաքել խվածքաբլիթները։ Սեղանը մի փոքրիկ ալրոտում ենք, որպեսզի հեշտ աշխատենք։
Խմորը բաժանում են գնդերին, մասերի, որովհետև ամբողջությամբ այսպես մեծ չենք դարտնակելու, դժվար կլինի իհարկե։ Ես կբաժանեմ մոտավորապես 3 մասի։ Այսպես, 2 մասը կողք կդնեմ, իսկ այս մյուս մասը գռնակով հիմա կբացենք։ Որքան բարակ բացեք, բնականաբար այնքան համեղ է ստացվելու, շատ հաստ մի արեք, որպեսզի սիրուն ստացվի, ուտելուց էլ տհաճ չլինի շատ խմոր։ Ավելի շատ միջուկ արեք, քան խմոր։ Դրա համար, եթե նկատեցիք, ես միջուկը շատ եմ պատրաստել, սիրում եմ, որ միջուկը առատ է լինում։ Հենց այս խվածքաբլիթների համը հոտը միջուկն է բնականաբար, ճիշտ է, խմորն էլ է շատ համեղ, կարագով, առատ, թթվասեր, բայց ամեն դեպքում միջուկից շատ բան է կախված։ Տեսեք, որքան բարակ եմ բացել, որքան նուրբ է խմորը, շատ բարակ, այսպես նուրբ, պետք է բացեք։ Հիմա ըստ ցանկության, ըստ չափի կտրում եք։ Ուղղակի պետք է եռանկյուններ կտրենք։ Ձեռքերով մի քիչ հարթեցրեք։ Ու հետո փաթաթելու ենք։ Հիմա փաթաթում ենք։ Սկզբից մի փոքրիկ առաջ ենք բերում։ Եզրերից խորհուրդ կտայի մի քիչ սեղմեք կամ փակեք, որպեսզի միջուկը տաքանալուց շատ դուրս չգա։ Հետո արդեն այսպես փաթաթեք ու դրեք թավայի մեջ։ Նախապես միացնում ենք, ես արդեն մոռացել էի, ջեռոցը միացնում ենք, տաքացնում ենք 180 աստիճան։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս, այսօր մոռացել եմ, ոչինչ։ Մինչև բոլորը անեմ, ինքը լավ կտաքանա 180 աստիճանում ենք թխելու, վերև ներքև միացված։ Շատ կարևոր է, որպեսզի ջեռոցը լինի տաք, դա պարտադիր է։ Ու շատ քիչ րոպեներում է թխվելու, շատ արագ է թխվում։ Խմորը շատ բարակ է, հանգիստ, սիրուն թխվելու է։ Ջեռոցը լավ տաքացել է, ուղարկում ենք թխվելու, մինչև մյուսը կանե, 180 աստիճան, վերև ներքևը միացված, մեջտեղի հատվածում ենք թխում, կարող եք օդափոխիչներ օգտագործել, խնդիր չկա, շատ չկարմրացնեք, ինձանից ձեզ խորհուրդ, ավելի լավ է 10 աստիճան ցածր ջերմաստիճանում թխեք, մի քիչ երկար թխվի, որովհետև գիտեմ շատեր ասել են, մեջը հում է մնում, այս կոմեկում, մի վախեցեք, իհարկե եթե ջեռոցը լավ աշխատող սովորական ջեռոց է, կհանդիպենք, երբ որ պատրաստ լինի։ Սիրելիներ, պատրաստ է, տեսեք, դեռ տաք է, նուրբ, տեսեք, լավ թխվածքաբլիթներ են, սպասում ենք մի փոքրիկ հովանա, հետո կարելի է համ տեսել ու շաքարի փոշի ենք ցանելու։ Իր տեսքը շաքարի փոշին ցանելուց հետո արդեն վերջնական է։ Որ իմանաք ոնց է բուրում, հրաշք է ուղղակի, կարագի վանիլինի ու ընկույզի համադրությունը մի ուրիշ բան է, չէ՞։ Որ ասում եմ, բուրում է, կարող է մտածեք, որ չափազանցում եմ, բայց իրականում շատ համեղ է։ Դեռ չեմ փորձել, արդեն հոմից, բույրից երևում է։ Սիրելիները, շնորհակալ եմ, որ դիտեցիք, պատրաստեք անպայման, համ տեսեք, սուրճ խմեք, թեյ խմեք, ինձ էլ կհիշեք ինչպես միշտ։ Կսպասեմ մեկնաբանությունների, թե ինչպիսի կարծիք ունեք, թե պատրաստել եք, ժամանակ առ ժամանակ հասցնում եմ արդեն պատասխանել մեկնաբանություններին, Փառք Աստծո, որովհետև երեկոները հիմա երկար են, օրերը գիտեք, կարճացել են, երեկոները երկարել են, այնպես որ մեկ-մեկ հավես եմ անում բազմոցի վրա ձեր մեկնաբանություններին հանգստանալու փոխարեն պատասխանում եմ, սիրելիներս։ Հիմա կփորձեմ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ համեղ բաղադրատոմսի ժամանակ։ Շատ լավն է։
եկեք չասեմ ինչպեսին է, դուք պատրաստ եք, ինձ կգրեք ասեք։